Արձանենք, որ աջ թվում պոտենցիալ ներկրողները շատացել են։ Այժմ վերջի հարցի համար ձայնը տրվում է Հեղինե Բիշայանին, առաջին խոսափող։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, հարցը, որի մասին ուզում եմ խոսել, կարծես թե նիստը չի ավարտվել։ Ուրեմն ինձ են դիմել Երևան քաղաքի Արցախի փողոցի 4-րդ նրբանց 8-րդ հասցեի շենքի բնակիչները, որը հանրակացարան է, որտեղ ապրում են 70-ից 75 քաղաքացիներ։ Խնդիրը ուսումնասիրվել է եւ պարզվել է, որ այդ հանրակացարանի շենքը ունի 4-րդ կարգի վթարային ուրեմն կարգավիճակ եւ որքան որ տեղյակ են դիմումատուն նաեւ դիմումներն ուղարկել է ինձ, որտեղ դիմել են նաեւ կառավարությանը, դիմել են առանձին նաեւ ուրեմն համապատասխան նախարարությանը, քաղաքապետարանին եւ խնդրում են կառավարության աջակցությունը հրատապ անդրադառնալու այդ շենքի բնակիչներին տարհանելու նպատակով, որովհետև արդեն տանիքը փլուզվել է մարտ ամսին, ունեն լուրջ խնդիր եւ մտահոգված են, որ կարող է ամեն րոպե փլուզվել շենքը։ Քանի որ կառավարությունը տեղյակ է եւ ուսումնասիրություն է տեղի ունեցել, բայց պատասխանը եղել է հետեւյալը, որ ֆինանսական հնարավորություններ չկան շուտապույտ մոտեցում ցուցաբերելու համար, բայց քանի որ բոլորիս հայտնի է, վերջին շրջանում նմանատիպ շենքերի ուրեմն նկատմամբ եղել է վերաբերմունք, տեղափոխվել են նորակառույց, այսպես ասած, շենքեր բնակիչները, այս հանրակացարանի բնակիչները նույնպես ակնկալում են ձեր վերաբերմունքը շուտապույտ լուծելու այդ խնդիրը։ Քանի որ սա քաղաքաշինության նախարարությանն է վերաբերում, եւս մեկ հարց նույնպես ուզում եմ տեղավորել այս ուրեմն համապատասխան ուղղության նախարարին դիմելու խնդիրը, որի մասին արդեն հնչեցրել եմ եւ պարոն վարչապետ դուք եք տեղյակ եւ պարոն նախարար դուք եք տեղյակ, թիվ 191 դպրոցի վերանորոգման գործընթացի շարունակության մասին է։ Այսօր այս խայտարակ անձրևը, ինչ եմ ասում խայտարակ, ամբողջ այդ իր ուժով լվացրել է դպրոցը։ Քանի որ տանիքը բաց է, քանի որ ողջ տարին շինարարություն չի եղել, կոռուպցիայից ենք խոսում, կոռուպցիայի լավագույն վառ օրինակ էր հանդիսանում նաև քաղաքաշինական ուրեմն նախարարությանը պատկանող ծիգը, որը դուք լուծարեցիք, հանեցիք, փոխեցիք եւ այլն, որի թեթև ձեռքով այսօր 2 տարի դպրոցը շինհրապարակը եւ գործընթացը առաջ չի գնում։ Հիմա ես կխնդրեի, որ դուք ձեր սրտացավ վերաբերմունքը ցուցաբերեք թե հանրակացարանի նկատմամբ, թե այդ դպրոցի ինչ կարող եք ասել այդ մասով։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար պարոն Նարեկ Սարգսյանը, համեցեք պարոն նախարար։ Հարգելի տիկին Բիշարյան, միանգամից երկրորդ հարցից ասեմ, որպեսի մենք ուսումնասիրել ենք, փոփոխություններ են տեղ ունեցել այդ թվում կադրային փոփոխություններ, նախորդ ձեր հնչած հարցի հետ կապված։ Բյուջեում այս տարի գումար ունենք նախատեսված, առաջիկայում զուտ այդպես վարչարարական գործառույթներ ունենք իրականացնենք, ես վարչապետին ներկայացրել եմ եւ մենք այդ հարցին այս տարվա ընթացքում լուծում կտանք 191 դպրոցի հետ կապված։ Կլինի անմիջական մեր ուրեմն ուշադրության ներքո, դա ես ձեզ հավաստիացնում եմ։ Ինչ վերաբերում է վթարային շենքերին, հատկապես Արցախի փողոցի հանրակացարանի շենքին, դա բավական ծանր հարց եք տալիս, ծանր ցավոտ խնդիր է, որովհետև միայն 20-ից ավել 4-րդ կարգի վթարային շենքեր կան, որոնց տեղափոխման համար ընդհանուր առմամբ պահանջելու են մոտ 10 միլիարդ դրամ։
մոտավորապես, եթե ես չեմ սխալվում, այդտեղ ընդհանուր առմամբ կան մոտ 700-ից ավել ընտանիքներ եւ համարյա 50,000 քառակուսի մետր բնակարան պետք է կառուցվի։ Չհաշված երրորդ կարգի վթարայինները, որոնց համար մեր հաշվարկներով պահանջվելու են շուրջ $400 միլիոն։ Հիմա մենք այս ընթացքում ամենալուրջ կերպով ուսումնասիրություններ ենք արել, փորձել հասկանալ ինչ ռեսուրսներ կարող ենք օգտագործել այդ խնդիրը լուծելու համար։ Մենք հանդիպումներ ենք ունեցել բազմաթիվ կազմակերպությունների հետ, որոնք նոր տեխնոլոգիաներ կարող են առաջարկել։ Այդ նոր տեխնոլոգիաների նույնիսկ կիրառման պարագայում գնային տարբերությունները այնպիսի էական թիվ չեն կազմելու, որ այդ խնդիրը հնարավոր լինի լուծել։ Մենք նույնիսկ ուսումնասիրել ենք այսպիսի գաղափար, որ կառավարության կողմից հաճախ տրամադրվող ուրեմն տանիքների վերանորոգման համար ծախսվող գումարները միանգամից փոխարինել դարձնել մանսարդային հարկ, փորձել այդ մանսարդային հարկի մեջ բերել վթարային շենքի բնակիչներին տեղավորել, բայց դրանք մանրամասն հաշվարկներ են արել, էական տնտեսական լուծում դրա մեջ չկա։ Այս տարի մենք առաջի դեպքն է վերջին տարիներին, որ կառավարությունը վարչապետը այցելել է եւ ապարանի այդպիսի մի ծանր շենքերից մեկը ապարան քաղաքում, հիմա դրված է բյուջեով նախագիծը արդեն ավարտվել է եւ շուտով այնտեղ կսկսվի նման շինարարություն, խոսքը 4-րդ կարգի վթարային շենքի մասին է։ Բայց այդպիսի միջոցներով, ծայրահեղ ծանր միջոցներով այդ խնդիրը դժվար է պատկերացնել լուծումը, նաև հաշվի առնելով նաև, որ մարդիկ չեն կարող սպասել, որովհետև վիճակները 4-րդ կարգի վթարային շենքերի շատ վտանգավոր է։ Կշարունակեմ ձեր հարցից հետո։ Հեղինե Բիշարյան, առաջին խոսափող։ Շնորհակալություն, պարոն նախարար։ Այս հարցի հետ կապված ես կարծում եմ, որ պետք է նաև կառավարությունում քննարկի առաջնահերթությունը, եթե ասված վճարածը ինչպես բնակիչներն են գրում, որ եթե շատ երկարի այս խնդիրը, ապա ինչ է, հետո պատրաստվելու եք մեր վրա ուզեք թե չուզեք փող ծախսեք մեզ թաղելու համար։ Ես արդեն պատկերացնում եմ այդ շենքի վիճակը ինչպիսին է, որ բնակիչները նման ձևով են նամակը գրել։ Իսկ երկրորդ հարցի հետ կապված, տեսեք, դուք պատասխանը ձեր ճիշտ ասած ինչ չգոհացրեց այս տարվա մեջ։ Մենք գործ ունենք դպրոցի հետ։ Ես ձեզ պետք է խնդրեմ, որ դուք հստակ ժամանակ ասեք, որ այդ գումարը հրատապ ստանա շինարարը եւ շարունակի իր գործը։ Ես ասացի, որ նախկին այդ ծիգը, որը ելնելով կոռուպցիոն ռիսկերից եւ այն գործողություններից, որի արդյունքում 2 տարի շինարարին, այսպես ասած, փորձել է հետևողական, դատական պրոցեսներ եւ այլն, որովհետեւ թույլ չտա այդ գործողությունները գնան առաջ, որտեղ պարզ է ինչ-ինչ պատճառներով, գումարել եկե կառավարություն։ Հիմա պետք է վերանայեք, ես ձեզ ուղղակի խնդրում եմ, որտեղից ուզում եք գումար գտեք։ Այդ դպրոցը հենց հիմա այս վիճակով, եկեք այստեղից, որքան գիտեմ դուք էլ եք ուղարկել մարդ, շաբաթ օրը գնացել ուսումնասիրել են։ Այսօր ուղղակի ամբողջ դպրոցը ջրի մեջ կորավ։ Ոնց կարելի ասել, ասենք տարվա մեջ պատասխանը կներեք ոչ միայն ինձ, այլ 700 աշակերտներին եւ ուսուցչական կոլեկտիվին չի գոհացնի հաստատ։ Գոնե եկեք մենք արագացնենք այն 50 միլիոն ինչ նախատեսել եք այս տարի, գոնե դա հիմա արագ տվեք, ինքը սկսի, դա իհարկե ինքը վերցնելու է իր արդեն կատարած աշխատանքի դիմաց։ Մի որոշակի գումարը շարունակի, ոնց կլինի այդպիսի բան։ Նախատեսած 3 տարի առաջվա գումարը, եթե եկե կառավարությունը չեն կամ ստանան գործը անեն։ Սրա մասն է խոսքը։ Ինչ նշանակում, սեպտեմբերին դասընթացը ասեն, գոնե ավարտեն։ Համեցեք, պարոն Սարգսյան, պատասխանեք հարցին։ Դահլիճում լռություն, տիկնայք։ Տիկին Բիշարյան, կարծիքով թյուրըմբռնում տեղ ունեցավ, այս տարի նկատի ունեմ այս տարվա ընթացքում շատ մեծ աշխատանք կատարելու փաստը, ոչ թե շինարարությունը սկսելու փաստը։ Շինարարությունը սկսելու կլինի շատ շուտով, առավելագույնս գործառույթները, քանի որ օրենքով սահմանված գործառույթներ կան եւ փոփոխություն կա ցիկում եւ կադրային եւ կառուցվածքային, մենք այդ հարցերը շատ քննարկել ենք ինձ մոտ մի քանի անգամ եւ շատ շուտով ամենաերկար ժամանակը, որ կտևի այս ամեն ինչը ավարտելու եւ սկսելու շինարարությունը, առավելագույնս 3 շաբաթվա ժամկետի մասին ենք խոսում, այսինքն շինարարները կմտնեն եւ կշարունակենք, փորձենք նույնիսկ մի քիչ ավելի շուտ։ Այսինքն այդ մասով եւ մնացած
պակասող գումարների մասով եւ վարչապետի մոտ էլ է եղել քննարկում 191 դպրոցի հետ կապված մենք ուրեմն կշարունակենք այդ աշխատանքը ինչ վերաբերում է 4-րդ կարգին ես ավարտեմ միտքս այստեղ հնչել են առաջարկներ ազգային ժողովում որ սա այն դեպքն է 4-րդ կարգի վթարային շենքերի հետ կապված որ հենց վարկային ծրագրերի հնարավորություններ չպետք է բացառել այստեղ եւ սա այն դեպքն է որտեղ գործում ենք մարդկանց կյանքի կամ անվտանգության հետ ուստի մենք պատրաստել ենք համապատասխան ուրեմն փաստաթղթեր եւ առաջիկայում վարչապետի մոտ քննարկում կլինի եւ այդ հարցին մենք հաջորդ անգամ պատրաստ կլինենք ավելի հստակ պատասխանել շնորհակալություն Շնորհակալություն պարոն նախարար կառավարությունը բարի լուր ասեց որ շատ շուտով կսկսեն շինարարական աշխատանքները հարցը պատասխանն ավարտվեց տեսում